Բարի երեկո, եթերում ուրվագիստն է, ես Պետրոս Ղազարյանը։ Սիրելի ստուդիատորներ, մենք շարունակում ենք հետևել նախընտրական զարգացումներին։ Այսօր մենք կզրուցենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ թիվ 4-րդ ընտրատարածքում ռեյտինգայինով տեխնացու Վահե Էնֆիաջյանի հետ։ Բարի երեկո, Վահե, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Այսպես մարաթոնը կեսը հատել է ձեր տպավորությունները։ Որպես այդպեսին մենք մեր քարոզարշավը սկսել ենք ամսի 5-ից, սկսել ենք Տաուշի մարզի սահմանամերձ գոտուց, սահմանամերձ համայնքներից, մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահել սահմանամերձ հատվածը, համայնքը, բնակիչներին եւ կարեւորել ենք հենց իր տրամաբանության մեջ ամրագրելով, որ երկիրը սկսում է սահմանից, այս կարգախոսով, այս համատեքստում մենք մեր քարոզարշավը սկսել ենք Տաուշի մարզի սահմանային գոտիներից։ Մեր ներկայացուցիչները բոլոր 10 մարզերում, բոլոր համայնքներում, քաղաքներում լինելու են, ներկայացնելու են Ծառուկյան դաշինքի կողմից առաջարկված 15 հիմնական կետերը, որոնք որ սպասված են մեր ժողովրդի կողմից, այդ սպասելիքները մենք շատ լավ գիտակցում ենք, խորը ուսումնասիրությունների առարկա ենք դարձրել եւ մենք կարողանալու ենք այդ լուծումը տալ։ Այն ժամանակահատվածում, երբ որ մենք ունենանք համապատասխան վստահության քվեն։ Մենք արդեն այս ժամանակահատվածում տեսնում ենք, որ ժողովուրդը ինչպիսի մեծ վստահություն եւ հարգանք ունի մեր քաղաքական թիմի եւ Ծառուկյան դաշինքը առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ եւ այդ զանգվածային միջոցառումները, հավաքներն ու հանրահավաքները, որ տեղի ունենում, հենց անմիջական այդ փաստն են վկայում։ Իմիջիայից բոլոր ռեյտինգներով դուք առաջինն եք։ Ինչ եք կարծում։ Այդ ռեյտինգները օբյեկտիվ են, թե այդ ռեյտինգները սարքվում են, որ հետո ցույց տան ով ոնց հաղթեց, ով առաջինը։ Ներգրում միշտ տենց է, չէ՞, ասեն սիրուն գծում են, վերջում բերում են։ Ինչպիսի որ ռեյտինգներ էլ փորձեն հրապարակել, ըստ էության միջազգային մի քանի կազմակերպություններ կա, որ կարծում եմ ավելի դոմինանտ դիրքեր են զբաղեցնում եւ հասարակությունը առհասարակ որպես այդպեսին հետևում է այդ հրապարակումներին։ Մենք հաճախ նաեւ տեսել ենք իրարամերժ հրապարակումներ, էականորեն իրարամերժ հրապարակումներ, բայց ըստ էության նույն ելափի տվյալները, եթե մենք նայենք, տեսնենք, մենք շատ լավ տեսնում ենք եւ հասկանում ենք, որ Ծառուկյան դաշինքի եւ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը ամենաբարձրն է եւ իր անձը հասարակության կողմից ամենասպասվածն է։ Դրանք վարկանիշային տվյալներն են, միջազգային կազմակերպություն, տեղական կազմակերպություններ եւս հրապարակել են նմանատիպ վերլուծություններ եւ վիճակագրություն, բայց մենք շատ լավ տեսնում ենք ժողովուրդը, հասարակությունը ինչպիսի մեծ ոգևորությամբ է ընդունում անձամբ Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներից ինչպիսի մեծ սպասելիքներ ունի։ Իրոք որ այդ 15 կետերը այսօր մեր հասարակության մեջ ամենակարևորագույն խնդիրներն են իր մեջ ամփոփում եւ այդ խնդիրները մենք շատ լավ ծանոթ ենք, շատ լավ գիտակցում ենք, թե ինչպիսի լուծում պետք է տան։ Քարոզներից մեկի ժամանակ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե մենք ընտրվենք մի ամսում այդ կետերը կլինեն։ Դրանից մի օր հետո անուղակի Վարան Բաղդասարյանը հայտարարեց, որ ընդդիմությունը մի ամսում չէ, մի տարում էլ չի կարող իրականացնել իր խոստումները։ Ես առհասարակ շատ լավ գիտակցում եմ, որ Գագիկ Ծառուկյանի եւ Ծառուկյան դաշինքի վարկանիշը բավականաչափ բարձր է եւ քաղաքական գործիչներ կան, մարդիկ կան, ում համար մտահոգիչ է այս բարձր վարկանիշը եւ այն ծրագրային մոտեցումներն ու իրատեսությունը, որը որ ունենք մենք եւ վստահ եմ եւ վստահ ասում եմ մեկ անգամ եւս, որ մենք մեկ ամիս անց մեր քաղաքական թիմը ստանձնելով կառավարման պատասխանատվությունը ընդամենը մեկ ամիս անց մեր ժողովուրդը, մեր հասարակությունը կսկսի զգալ էական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների շղթան բնականաբար մեկ ամսից սկսած պետք է սկսի։ Դա բավական տևական երկարատև գործընթաց է տեղի ունենալու։ Վստահության պարագայում մեզ գործ ուղղելով խորհրդարան աշխատանքի մեր քաղաքական թիմը իզորու է այդ աշխատանքները իրականացնել։ Իմիջիայից խոստումների առումով Մուկուչյանը զուշացեց դες, հա, որ այ օրենքի խախտում է եւ այլն։ Չնայած բոլորը խոստումներ են տալիս, բայց զուշացվեցիք դուք։ Սա օբյեկտիվ զգուշացում է, թե սա քաղաքական ճնշման էլեմենտներ ունի։ Ես ինքն վստահ եմ, որ սա եւս մեր ներքին կազմակերպվածության եւ բարձր վարկանիշի արդյունքն է։ Անձամբ Գագիկ Ծառուկյանն էլ իր հրապարակային ելույթների ժամանակահատվածում էլ ներկայացրեց եւ հրապարակավ ասաց. մեր ժողովրդում բավականին մեծ շերտեր կան, որ կարիք ունեն օգնության կարիք ունեն։
Եվ այդ մարդկանց օգնությունները Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, որը որ տարիներ շարունակ հրապարակային մեր հասարակության աչքի առջև իր գործունեությունը ծավալել է, եւս իր գործունեությունը կծավալի արդեն ապրիլի 3-ից սկսած։ Ստեղ պարզապես մարդիկ կան, որ ընդհանուր այս իրավիճակից ելնելով ընդամենը փորձում են վերաբերմունք ձևավորել կամ կարծիք ձևավորել Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր ղեկավարի Ծառուկյան դաշինքի առհասարակ նկատմամբ, բայց ես վստահ եմ, որ դա նրանց մոտ չի ստացվի, ժողովուրդը շատ լավ տեսնում է, մեծ հույսեր է կապում եւ ամենակարևորագույն հանգամանքը մարդիկ իրենց խնդիրներով, որ դիմում են, նրանք իրենց մեջ հավատք ունեն, լիահույս են, որ հենց Գագիկ Ծառուկյանն է այն անձը, ով իրենց պետք է օգնի եւ օգտակար լինի։ Այն մարդն է, որը որ կարող է ծրագրեր առաջարկել եւ այդ ծրագրերը լիակատար ձևով իրականություն դարձնել։ Դրա համար էլ ներկայացնում են Ծառուկյան դաշինքին, անձամբ Գագիկ Ծառուկյանին իրենց խնդրանքներն ու մոտեցումները եւ օգնության հետ կապված մի շարք հիմնահարցեր։ Հիմա ընդհանուր քարոզարշավի վերաբերյալ ո՞նց է գնահատում քարոզարշավը։ Չէ՞ որ սա ըստ էության առաջին քարոզարշավն է նոր սահմանադրությամբ։ Եվ նոր ընտրական օրենսգրքով։ Ինչպես այնուամենայնիվ նոր ընտրական օրենսգրքով մի շարք քաղաքական գործիչներ վերլուծություններ արեցին, որ որակապես նոր ընտրություններ տեղի կունենան, նոր մոտեցումներ կլինեն։ Ըստ էության ընտրությունները քվեարկության օրը դեռևս արժևում է։ Քարոզարշավի ժամանակահատվածում մեկնարկը ըստ էության համահավասար պայմաններում տրված էր բոլոր 9 քաղաքական ուժերի եւ դաշինքի ներկայացուցիչներին, բայց այնուամենայնիվ անցանկալի դրսևորումներից անմասն չմնացինք, մասնավորապես կրակոցներ, խժդժոցներ, ամենաճղճին քայլերն են փորձում իրականացնել, պաստառներ պոկել, մարդկանց ահաբեկել, կուսակցականների աշխատանքը փորձել խոչընդոտել։ Երեք մարդ տեղափոխվեց Հիվանդանոց եւ մեկը հրազենային Սա այդ ուժի կիրառումը ցույց է տալիս դիմացինի վախվորած վիճակն ու կեցվածքը, որ հասկանում են, որ այդ տիպի ուժի կիրառումը դա անընդունելի է։ Հակաօրինական գործողություններ իրականացնելը դա անընդունելի է։ Դա թույլի կեցվածք է։ Նրանք իրենց մեջ հասկանում են, որ այս գործընթացում ձախողելու են, որովհետև ժողովուրդը հիասթափություն ունի արդարության վերականգնման խնդիր է ձևակերպում եւ օր առաջ պահանջում է, որպեսզի երկրում ստեղծված իրավիճակը փոխվի, սոցիալական տնտեսական իրավիճակը փոխվի եւ այն մարդիկ իշխանության գլուխ կանգնեն, ովքեր իզորու են իրենց թիմի հետ միասին այս խնդիրները լուծել։ Տես իշխանությունը ուրիշ ձև ասում, նրանք ասում են, այ մարդիկ ասում են, որ այո մենք լավ չենք արել, շատ բաներից դժգոհ են, բայց նրանք ովքեր մեզանից հետո կողքը կան, նրանք ավելի վատն են, քան մենք։ Գիտեք ինչպես, ես կարծում եմ, որ իշխանությունների ասելիքը կամ ասածը պետք է լավագույնս լինի այն, ինչ իրենք արել են։ Չէ՞ որ նրանք ունեցել են եւ ունեն բավարար լծակներ եւ քաղաքական օրենքով սահմանադրությամբ կոչված բոլոր հնարավորությունները, որ աշխատեն, երբ որ մենք կլինենք ու մենք կլինենք ու կտեսնեն, թե մեր կառավարման ձևավորած մոդելը քաղաքական թիմը ինչպիսի աշխատանքներ կիրականացնի, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի սկզբունքները եւ Ծառուկյան դաշինքում գտնվող մարդիկ շատ լավ հասկանում են, որ պաշտոն զբաղեցնելը, աշխատանքներով զբաղվելը դա առաջերտին պատասխանատվություն է ժողովրդի թիմի առջև։ Եվ այս պատասխանատվության համատեքստում մենք մեր գործունեությունը ծավալում ենք։ Այդ դեպքում ինչու է բոլոր այն աշխատանքները, որոնք որ մեր թիմն է իրականացնում, դա բարձր ցուցանիշ է ունենում եւ հասարակության կողմից տեսանելի եւ ընկալելի է։ Իշխանության կողմից իրականացրած ծրագրերը ասում են ուրիշը որ իրականացնի, նա մեր նման չի կարող իրականացնել կամ ավելի վատ կանի։ Խոսացեք ձեր արածից, ձեր անելիքներից եւ հասարակությունը շատ լավ կտեսնի։ Այսօր քաղաքացիների հետ խոսում ես 1 ոլորտ չի, 2 ոլորտ չի, 3 ոլորտ չի։ Եթե 18 գերատեսչությունները մենք ուղիղ համեմատականի մեջ անցկացնենք, մենք բոլոր ոլորտներում ունենք միջակություն, ձախողում եւ անթույլատրելի դրսեւորումներ, պետական չինովնիկների չարաշահումներ, բյուրոկրատական մոտեցումներ, կոռուպցիոն սկանդալներ եւ նմանատիպ ապագորգոր խոսակցություններ եւ արտահայտություններ, որը իր մեջ բովանդակություն չունի։ Մենք կարող ենք ընդամենը 1 ոլորտ առանձնացնել, որի թիկունքում եւս կանգնած է Ծառուկյան դաշինքի առաջի օրիզոնականը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանը, սպորտի ոլորտը, ոլորտ, որը որ մենք թե Հայաստանի Հանրապետությունում, թե տարածաշրջանում, թե աշխարհում
Մենք կարողանում ենք պատվով հանդես գալ, ներկայանալ։ Մենք ունենք օլիմպիական ոսկի, մենք ունենք օլիմպիական մի շարք մրցանակակիր սպորտսմեններ, մենք ունենք Եվրոպայի եւ աշխարհի մրցանակակիրներ։ Սա է կոնկրետ փաստն ու ապացույցը, աշխատանքի արդյունքը, որը որ տեսանելի է բոլորի համար, սա անհերքելի փաստ է։ Մնացած ոլորտների հետ կապված կրկին եմ ասում, մենք ունենք մի շարք ձախողումներ։ Այն դեպքը, որ տեղի ունեցավ ջրառատում, քո կարծիքով դա օրինաչափություն է, թե դա ինչ-որ մի դեպք է, մասնավոր հիմա գել չկա, որ յուղ չկա, որ շունչ չլինի, թե գել ցենց են ասում, չէ՞։ Ոնց ես կարծում։ Հիմա ոնց էլ այդ խոսքը ձևակերպենք, ըստ էության բովանդակությունն եմ ես ձեր ասածի ընդունում եւ բնականաբար դա ամենաընդունելի մի մթնոլորտն ու իրավիճակն է։ Առհասարակ հիմա պատկերացրեք ամբողջ աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը հետևում է թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի քարոզարշավ է տեղի ունենում, ինչպիսի ընտրություններ են տեղի ունենալու։ Այդ թվում մեր հարևան, բայց միևնույն ժամանակ թշնամի Ադրբեջան, Թուրքիայի նման հանրապետությունը ինչ ձևով պետք է արձանագրեն, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի իրավունքը տեղ ունի, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կարողանում են քարոզարշավ օրենքի շրջանակներում իրականացնել, իրենց քաղաքական հայացքները բարձրաձայնել եւ անպատասխան մնան այս հարցերի շուրջ։ Սա ամենաընդունելի մի դրսևորումն է, որ կարող տեղի ունենալ։ Լավ, հիմա տես, սկզբից միջավդեպը եղավ։ Հա, եկան, ծեծեցին իրար եւ վարն ատրճանը կրակը խլեցին, գնացին։ Բոլորը իմացան, ոստիկանություն եկավ եւ այլ։ Ոնց է դա մյուս օրը ավելի մեծ ինչ բանի, ոնց մյուս օրը արդեն 3 հոգի ավիրա։ Ոնց են թողում, որ դա զարգանում է, կարո՞ղ ես բացատրես։ Գիտեք ինչպես, սա իրավապահ մարմինների մեծ հաշվով խնդիրն է։ Ես իմ ստացած տեղեկություններով, ինֆորմացիայով իմ գնահատականը ասում եմ եւ մեկ անգամ եւս բարձրաձայնում եմ։ Այն ինչ որ տեղի է ունենում, պետք է լինի օրենքի տառին համահունչ եւ ներդաշնակ։ Պետք է նման գործընթացների նախաքննությունը լինի հրապարակային։ Պետք է պատժվեն, եթե արդարությունից ենք խոսում, եթե խոսում ենք երկրում փոփոխություններից, իհարկե պետք է պատժվեն։ Այ մեր քաղաքական ուժը նման պատասխանատվություն վերցնելու պարագայում, երկրի կառավարման պարագայում նման բացի թողի մթնոլորտ կամ իրավիճակներ չեն կարող լինել։ Օրենքի առջև պետք է լինեն համահավասար բոլորը։ Այս ռեյտինգային քվեարկությունը, եթե հիմա նայում եք 15 օրվա քարոզարշավը, ընտրությունները ավելի քաղաքականացրեցին, թե ավելի սարքեցին թաղային մակարդակի։ Գիտեք ինչպես քաղաքական ծրագրերից որքան էլ խոսած, որքան էլ ներկայացնես, բոլորս գիտակցում ենք, որ թաղերում, բակային մթնոլորտում, շենքերում, գյուղական համայնքներում այնուամենայնիվ մթնոլորտը եւ հասարակական պահանջարկն ու սպասումները, ծրագրային մոտեցումները չեն, որպես դոմինանտ, եթե այսպես արձանագրեն։ Ամենատարաբնույթ խնդիրներն են մարդիկ ներկայացնում։ Հիմա տեսեք, քաղաքական ընտրություն է, կարևորագույն ընտրություն, խորհրդարան պետք է ձևավորենք 101 հոգուց բաղկացած, որոնք որ ըստ էության առաջիկա 5 տարիների բոլոր քաղաքական գործընթացների առանցքում պետք է հանդիսանան տվյալ անձինք եւ քաղաքական ուժը, որը որ այդ պատասխանատվությունը կամ քաղաքական ուժերը, որոնք որ այդ պատասխանատվությունը կստանձնեն։ Հիմա տեսեք, այս ամբողջ քաղաքական գործընթացը թողած մեր երկրի քաղաքացիները հիասթափություն ապրելով իրենց թաղի լիազորներից, ժեկի պետ ասած կամ ինչ-որ այն մարդիկ, ովքեր որ տեղական ինքնակառավարման ղեկավարման գործընթացի պատասխանատուներն են, սկսած աղբահանությունից, մուտքերի վերանորոգման հիմնահարցերից, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնահարցերից, մարդիկ սկսում են ներկայացնել նմանատիպ խնդիրներ ու խոչընդոտներ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որտեղից է գալի այս խնդիրները եւ այս տարիների այս խնդիրների չլուծելը եւ այս խնդիրները տեղափոխել վաղվա օրը տեղափոխել 1 ամսվա, 1 ամիսը, 1 տարվա, այդ խնդիրները դարձել են խնդրեմ մեր երկրի քաղաքացու ու առհասարակ մեր երկրում։ Իսկ խնդիրները տեղափոխելով, նրանք չլուծելով, այդ խնդիրները դառնալու են պայթյունավտանգ եւ ի վերջո եկել է մի ժամանակահատված ընտրություններ, որ մեր քաղաքացիները շատ լավ գիտակցեն, որ եկել է իրոք փոփոխությունների ժամանակահատված։ Իրենց քվերով պետք է գործուղեն այն քաղաքական թիմին, այն դաշինքին, ում որ վստահում են, ում որ հասկանում են այս խնդիրները կարող են Հավատը կա մարդկանց մեր քո կարծիքով։ Բավականին մեծ հավատ կա մեր թիմի նկատմամբ, Ծառուկյան դաշինքի նկատմամբ։ Ես ինքս 4-րդ ընտրատարածքում ներկայացնում եմ Ծառուկյան դաշինքը կենտրոն վարչական շրջանում։ Գիտեք ինչպես, երբ որ մարդկանց նոր նույն ընտրակարգով այս նոր բաժանումը որ եղել է, մեր երկրի քաղաքացիները թվերով երբ որ ընտրատարածքը ասում ես, իրենց մեջ չի ամրագրվում իրենց բնակավայրը, որովհետև ես դրա համար էլ հենց վարչական շրջաններն եմ ասում։
ասում։ Էրեբունի վարչական շրջան, Կենտրոն վարչական շրջան, Նորք Մարաշ վարչական շրջան եւ Նուբարաշենի։ Այս բոլոր վարչական շրջաններում էլ պատիվ եմ ունենում պարբերաբար հանդիպելու քաղաքացիներին, խոսելու եւ վերլուծելու իրավիճակը եւ տեսնում եմ մեր դաշինքի նկատմամբ, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ինչպիսի մեծ վստահություն կա։ Մեր կողմից առաջադրված ռեյտինգային ժողովրդի կողմից արդեն իսկ ես ամրագրած տարածքային ցուցակներում մեր կողմից ներկայացված անձանց նկատմամբ բավականին մեծ վստահություն եւ սպասելիքներ կա։ Մենք պարզ ճակատով կանգնած ենք մեր երկրի քաղաքացիների կողքին եւ ներկայացնում ենք մեր ծրագրերը եւ տեսնում ենք ինչպիսի մեծ հավատ կա եւ ցանկություն կա, որ իրոք փոփոխությունները իրականացվեն։ Ես վստահաբար ձեզ ասում եմ, Ծառուկյան դաշինքի հաղթանակը դա հայ մարդու մեր ժողովրդի հաղթանակն է։ Մեր ժողովուրդը սպասում է այս հաղթանակին։ 15 կետերի հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է։ Սա կարևորագույն սոցիալական, կենցաղի, տնտեսական ամենակարևորագույն հիմնահարցերը անփոփոխ իր մեջ 15 կետեր են։ Բաղադրիչ է, որ օր առաջ պետք է մեր երկրում իրականություն դառնա։ Լավ, գանք ծրագրին։ Որոնք են այդ կետերի կարևորագույնները, այ թվարկեք, ինչ է կանելու։ Ախր բոլորն էլ կարևորագույն են որպես այդպիսին։ Հետո մի շատ կարևոր եւ առանցքային բան ասեմ, որ ըստ էության տարբերվում է մնացած քաղաքական ուժերից։ Նախ այն մոտեցումներն ու ծրագրերը տնտեսական աճի հետ կապված, որ մատնանշում է Ծառուկյան դաշինքը, շատ հստակ իր մեջ իրատեսություն ունի, որովհետեւ մենք չենք ամրագրում միայն խնդիրը, մենք չենք բարձրաձայնում միայն խնդիրը, մենք նաեւ առաջարկում ենք եւ մեր տեսլականն ենք ներկայացնում, թե ոնց է դա հնարավոր։ Մեր քաղաքացու պարագայում նաեւ շատ կարևոր հանգամանք, երբ որ դու ծրագիրը խոսում ես, մատնանշում ես եւ նաեւ մատնանշում ես, որ քաղաքական ուժը եւ որ կադրերն են իզորու այդ ծրագրերը իրականություն դարձնել։ Օրինակի համար էլեկտրաէներգիայի սակագնի հիմնահարցը, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի դրա սպառողն է։ Գաղտնիք չէ, որ տնտեսության հիմնական հենասյունը նաև էներգակիրներն են եւ էլեկտրաէներգիան, գազի սակագինը, այո, անմիջական համեմատության եւ համադրության մեջ է։ Հիմա տեսեք, եթե Հայաստանի Հանրապետությունը իշխանությունների, եթե տես բան ասում են, թող ծրագրային դրույթները լավ կարդան եւ իրականության հետ առերեսվեն եւ ճիշտը ընկալեն որպես ճշմարտություն։ Հայաստանի Հանրապետությունում կա 200 փոքր հեկ։ Մենք ունենք 2 կասկադ, որպես այդպիսին, եւ որոնք ըստ էության Հայաստանի էլեկտրաէներգիայի որպես արտադրություն 60-ից 65%-ը կարողանում են արտադրել։ Մենք ունենք ատոմային էլեկտրակայանը, ունենք ջեկը, որոնց ամբողջությամբ, եթե համեմատության մեջ դնենք, որպես ինքնարժեք, ինչպիսի ինքնարժեքով են կարողանում էլեկտրաէներգիա թողարկել, դա կազմում է 2 դրամից մինչև 7 դրամ։ Այս տատան մեջ, բայց հիմա տեսեք մեր երկրի քաղաքացին կամ տնտեսվարող սուբյեկտը, բիզնեսմենը ինչպիսի գնով է սպառում։ Նույնը գազի սակագնի հետ կապված։ Մենք սահմանի վրա ինչ գնով ենք վերցնում $150 չափով եւ մեր երկրի քաղաքացին սպառում է կրկնակի անգամ ավել։ Եթե այս գները իջնեն, եւ դրա տեղն էլ հենց մատնանշում ենք, որտեղ կարելի է իջեցնել։ Մենք էականորեն տնտեսական տեղաշարժ կունենանք։ Բանկային քաղաքականությունը կարևորագույն գործընթաց։ Բանկային քաղաքականությունը տեսեք Հայաստանի Հանրապետությունում արդեն ինչպիսի ավանդույթներ է ձևավորել։ Նախ եթե ձևավորենք բիզնես մթնոլորտի վարկեր, նրանք անմրցունակ են։ Նրանք բիզնեսը տանում են ձախողման եւ տանում են որպես այդպիսին տապալման։ Այդ մթնոլորտում փոքր, միջին եւ առհասարակ մեծ բիզնեսն էլ չի կարող ինչ որ մի կետից սկսելու են ձախողել։ Պետք է այնպիսի վարկեր տրամադրվեն, որոնք որ մատչելի լինեն, մեր իրական տնտեսական մթնոլորտին, միջավայրին համահունչ լինեն, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը կարողանա իր բիզնեսը զարգացնի, աշխատատեղեր ստեղծի, երկրի քաղաքացին իր հույսը կապի Մայր Հայաստանի հետ եւ իր գործունեությունը ծավալի իր հայրենիքում եւ չլքի Հայաստանը։ Սա է հիմնական մոտեցումները, գյուղական վարկերի հետ կապված։ Գյուղական վարկերը տեսեք միջազգային կազմակերպություններից անտոկոս մենք վարկեր ունենք։ 2-3%, 4%, այս տոկոսներով վարկեր են բերում մեր գյուղացիներին 18%-ից սկսած մինչև 30%-ի հասնող վարկային համաձայնագրեր եւ պայմանագրեր են կնքում մեր երկրի քաղաքացիները, մեր գյուղացիները։ Ոնց եք պատկերացնում, տվյալ գյուղացին ոնց պետքա դրա տակից դուրս գա։ Դրա համար էլ զախողում են, դրա համար էլ ունեցվածքը կորցնում են, դրա համար էլ երկրից դուրս են գալի եւ հույսեր չեն կապում, լավատեսություն չեն ունենում, արդարության մթնոլորտի պակաս կա։ Այ երբ որ դուք ինձ հետաքրքիր, երբ որ դուք գյուղերով շփվում եք, այդ վիճակը տեսնում եք, շտկել հնարավոր է։ Միանշանակ հնարավոր է հետ պատտել։ Մի գյուղ, որտեղ 300
աշակերտ կար, հիմա կա 20 աշակերտ։ Ես Ծեյացած բնակչություն։ վստահաբար Երեխաները ասում եմ, Ռուսաստանում ինչ կարելի անել։ այդ ձեր հաղորդումը Սփյուռքում են դիտում, մենք պետք է արժանի վերաբերմունք եւ ուշադրություն ունենանք Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ եւ իրենց կարծիքին էլ ականջալուր լինենք եւ փորձենք իրենց խորհուրդներն ու եւ հորդորներն էլ հետևենք, որովհետեւ մենք մի ազգ ենք եւ մի պետություն ունենք։ Եվ տեսեք, ես ավելին քան վստահ եմ, մեր երկիր բավականին մեծ քանակով ներգաղթ կլինի, երբ որ իմ կողմից քիչ առաջ բարձրաձայնված խնդիրները սկսվեն լուծվել։ Իսկ այդ խնդիրները կարող են լուծվել, երբ որ Ծառուկյան դաշինքը ունենա մեծ հաջողություն եւ հաղթանակ։ 50+1 այս սկզբունքը մեր հասարակության համար ընկալելի ձևակերպումով ասեմ, երբ որ մենք ունենանք, երբ որ Ծառուկյան դաշինքը կձևավորի կառավարություն, մենք վստահաբար ձեզ ասում եմ, 1 ամիս անց մենք վերոհիշյալ խնդիրներին անդրադառնալու ենք եւ լուծելու ենք եւ փոխելու ենք եւ այդ վստահության շեմը բարձրանալու է եւ մեր երկրի քաղաքացիները եւս մեծ սիրով ու ցանկությամբ վերադառնալու են հայրենիք իրենց աշխատանքն ու գործունեությունը ծավալեն իրենց երկրում։ Թող չգնան, այդքան արդեն լավ կլինի։ Հիմա տեսեք, այդ գնալու կամ գալու հետ կապված եւ արդարության մթնոլորտի խոսալուց Հայաստանի Հանրապետությունում ընտրողների թիվը հրապարակվել։ Ավելացել է թիվը։ Հիմա հարց ենք տալի, թող մեր հեռուստադիտողներ նայի եւ լսի։ Մենք այս վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթ ենք ունեցել։ Ինչ աճ ենք ունեցել, որ հրապարակվում է պաշտոնական վիճակագրություն, որ աղքատության թիվը նվազել է։ Մեր երկրում աղքատության թիվը նվազել է, թե աճել է։ Մեր երկրում արտադրանքի թիվը ավելացել է, թե նվազել է։ Բնականաբար ավելացել է, բայց ընտրացուցակներում արդեն իսկ տեսնում ենք, որ մեր երկրի քաղաքացիների ընտրողների թիվը ավելացել է։ Նման ձևակերպումներով արդարության մթնոլորտ չես ձևավորի, ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն չես սերմանի։ Սա է մեր իրականությունը։ Սիրելի ստատողներ, մեր հյուրը Ծառուկյան դաշինքից Ընդհանրապես մի փոքր, քանի որ ժամանակը մեկ անկթարտի պես անցավ, բայց ասելիքները շատ են, ես ընդհանրապես մնում է մեկ անգամ եւս փաստել, որ վճռորոշ ժամանակահատված է եւ մեր կարգախոսն է եկել է փոփոխությունների եւ կառուցելու ժամանակը։ Հավատացեք, վստահեք եւ պահանջեք։ Սիրելի ստատողներ, մեր հյուրը Ծառուկյան դաշինքից Վահե Էնֆիաջյանն է, որը նաև թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրվել է։ Փառք Աստծո, այդ ընտրատարածքում ոչ վիրավորներ եւ զոհեր չկան, դեռևս չկան։ Մենք կհանդիպենք ցտեսություն։